Աղավնի պահողներ Հիմա ով որ գնում է տավարի միս առնում, պիտի բանը ցուլը գա պոզերով խփի փորին, հա? Սասի դիմաց կանի, ով գնա այնտեղ տավարի միս առնի, գա ցուլը խփի։ Սա ընդհանրապես շղթան է բնության։ Սրանք տգետ են, սրանք վտանգավոր են մեր հանրության համար, սրանք վտանգավոր են երեխաների համար, ընդհանրապես բոլոր իրանց սրանք ադեկվատ չեն։ Պողոսյան կենթանիներին տանջելու դեպքեր բավականին շատ են գրանցվում, որոնք տարածում են գտնում նաև համացանցում, վերջին ամենաթարմ դեպքը, եթե չեմ սխալվում, Opel-ի հետևից կապած, ինչ եք կարծում դատական համակարգից պետք է ամեն դեպքում սպասել այս արարքների համար պատժի նշանակում, թե ոչ։ Եթե սկզբից խոսեմ, պետք է մենք սպասեինք ազգային ժողովից, օրենսդիր մարմնից պետք է սպասեինք, որպեսզի չգրեին անատամ օրենք, այդ օրենքը շատ ինքը ընդհանրապես ոչինչ չասող, սենց մոտավորապես օրենք է, մոտավորապես։ Եվ այնտեղ ամենախիստ պատիժը 3 տարի ազատազրկումն է։ Ես կարծում եմ, եթե մենք հիմա բոլորս խոսում ենք, որ մենք տենց եվրոպական արմատներով, չգիտեմ, Տրամպային արմատներով բան տենց ազգ ենք դարել, Տրամպն է հիմա ու Եվրոպան է։ Այսինքն այդ իրանց օրենսդրություններից թող մի փոքր նայեն, թե ինչ պատիժներ կարող է սահմանվի, նույնիսկ կենդանու նկատմամբ ոչ թե դաժան, այլ կիսադաժան վերաբերմունքի համար։ Եվ այս ամենաթողությունն է, դատարանները լուրջ չեն ընդունում, ասում են, դե այդքան մարդ կա, այդ մարդ են սպանում, մարդու համար չեն դատում։ Գիտեք ինչ, իհարկե մարդասպանությունը շատ վատ բան է, բայց ամեն մարդ, մենք բոլորս էլ ստեղ կանած, հաստատ մի վատ բան արած կլինի իր կյանքում։ Այն խեղճ կենդանիները, որ ընդամենը մարդու հույսին են, մարդու հույսին, ու մենք ասում ենք, մենք քրիստոնյա ազգ ենք, սրանք շնչավոր Աստծո կողմից տրված էակներ են, ոնց կարելի է հասկանալու, որ ինքը չի դիմադրելու քեզ, ասենք նենց կուզենայի մարզպետին տենայի կանե կորսոին, որ փորձեր այդ շուղը մտցնել, թե այդ կանե կորսոն այդ շուղը մարզպետի որտեղը կմտցներ, ընտանեկան։ Սա գալիս է նրանից, որ մեր օրենքն է անկատար, մեր դատական համակարգն է, տենց մատերի արանքով, մեր ժողովուրդը տակը կոմենտներ կարող է, չէ՞, գրեն, դե մարդ են սպանել, դուք չեք գնում, մի հատ կատվի, մի հատ շան համար։ Սա ընդամենը մակարդակի ցածրության մասին է խոսում։ Ես այլ բան չեմ կարող ասել, մենակ կենդանապաշտպան կառույցներ են կանած, կարծում եմ իրանք են համամիտ, որ օրենքը պետքա փոխվի եւ պետքա խստացվի։